Բարի արև իմ սիրելի կշեռքներ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով կամ կարելի ասել գեղեցկուհիներ եւ մասնավորապես եթե ձեր ասցենդենտի նշանը կշեռքն է գեղեցկուհիներ եւ գեղեցիկներ ահա այսօր ես կանդրադառնամ ձեր նշանին կներկայացնեմ օգոստոս ամսվա համար կանխատեսումը, որովհետև ինքը բավականին կարևոր է եւ ես ինչու անդրադարձա, բացի նրանից, որ իմ նախորդ հաղորդումը ասցենդենտի նշանը ես նորից անդրադարձել եմ ձեզ, անպայման ես հաղումը կդնեմ, որպեսզի դուք նայեք եւ հասկանաք ինչ ասել ասցենդենտ, որովհետև ինձ այդ հարցը շատ են տալիս, պարզապես տեսեք Վեներան օգոստոսի մտնելու է ձեր նշան։ Գիտեք, այստեղ հատկապես ուրեմն նշեցի ասցենդենտով կշեռքները ձեզ հնարավորություն կտա Վեներան ինքը իր նշանում է շատ արագ ինչ որ փոփոխություններ մտցնել ձեր կյանք թե ոճի մեջ զգեստապահարանում արտակնում ինչ որ ձեր սիրտը փոփոխություն ազում սիրո թեման ֆինանսների թեման գիտեք փորձեք դա մաքսիմալ օգտագործել եթե դուք որոշակի այդպես այդ ցանկությունները ունեք եւ ասեմ որ բախտի բերմամբ թե պատահմամբ սիրելի կշեռքներ օգոստոս ամսին մենք ունենք նախ խավարումներ արևի ամբողջական խավարումը կլինի առուծի նշանում եւ լուսնի մասնակի խավարումը կլինի ձկան նշանում բան նրանումն է որ մեծ հաշվով այստեղ ասացի բախտի բերման դասավորությունը այնպեսին է որ վատ խավարումը ձեզ այդքան էլ կարծես թե չի անհանգստացնում իհարկե պայմանավորված է դա նաև ձեր անձնական քարտեզով որովհետև կարող է ձեր ասցենդենտի նշանը լինի կշառքը բայց դուք այդտեղ արյուտես ոչ մի նշան չունենաք մոլորակ չունենաք եւ ասենք դա լինի կարիճի նշանում կամ ցուլի նշանում կամ ջրհոսի նշանում այստեղ արդեն ուրիշ սցենարը ուրիշ է լինում բոլոր դեպքերում ընդհանուր վերցրած դա իհարկե ձեզ համար շատ լավ է դասավորությունը շատ այսպես ասած բավականին ճիշտ է օրինակ ասենք տեսեք նշածս նշանների համար այդ խավարումը միանշանակ լավ ելք չի կարող ունենալ ինչև է եւ լուսնի խավարումը որ լինելու է ձկան նշանում դա եւս ձեզ համար ստացվում է լավ ես կարծում եմ ինքը լավ խավարումն է եւ ձեզ կգոհացնի ոմանց մոտ ուրեմն աշխատանքի հետ կապված որոշակի փոփոխություններ հարցեր կարող է դա իրենց գոհացնել որտեղ հիմա շատերը վերանայում են կարիերան իրենց ընտանեկան հարցերը անձնական հարցերը եւ այլն ոմանք փաստորեն առողջական պահներ եւ գործնական եւ առողջական եւ միգուցե իրենք արդեն նախ կարող եք ազատվել շատ վատ սովորություններից եւ հնարավոր է որ բուժումները իրենց արդյունքը տան կամ ոմանց մոտ իրենք արդեն կունենան արդյունք ոմանց մոտ դա պարզապես ասենք պայմանավորվածությունը որ իրենք պայմանավորություն են ձեռք բերում ասենք եթե պիտի վիրահատության միջով անցնեն երբ է լինելու այդ վիրահատությունը երբ է լինելու բուժումները եւ այլն իրանք ովքեր ուզում են նիհարեն դա կարող եք հենց լուսնի խավարումից հետո իրականացնել Ահա, ես հիմա օրերը նշեմ բոլոր դեպքերում, քանի որ ձեր նշանի դեպքում կարծես թե մենք ավելի շատ խոսեցինք խավարումներից, ուստի ես նշեմ օրերը, որտեղ դրանք շատ կարևոր են։ Օգոստոսի 12-ին Հայաստանի ժամանակով 21:36:33 21 աստիճանում առյուծի նշանում տեղի կունենա արևի ամբողջական խավարում, ինչպես ասացի, դա ոչ այդքան լավն է, համենայնպես այստեղ շատերի մոտ կարող է լինել ձեր կոլեկտիվի թեման է եւ ուշադիր եղեք այդտեղ ինչ որ ինտրիգներ, ինչ որ հարցեր չառաջանան կամ ասենք աշխատողների միջև տեղափոխություն կամ իրենց մեջ ինչ որ կոնֆլիկտ եւ այլն այստեղ ուրեմն ուշադիր եղեք փորձեք ավելի գիտեք ավելի իզոլացած լինել օգոստոս ամսին հա իզոլացած լինել դա այս դեպքում ձեզ համար ավելի ճիշտ է եւ լուսնի խավարում օգոստոսի 28-ին Հայաստանի ժամանակով 8:18:20 5 աստիճանում ձկան նշանում տեղի կունենա լուսնի մասնակի
խավարումը, հուսանք, որ այն արդյունքը ինչ որ դուք կունենաք այդ ժամանակ եւ դրանից հետո իհարկե ես կարծում եմ ձեզ կգոհացնի բոլոր դեպքերում դուք ինչ որ որոշակիություն կունենաք, սա լավ խավարում է եւ անպայման բանը նրանումն է, որ այստեղ դասավորությունը անկյունները, ինչպես ասում են, դրական էներգիային կուտակում, այնպես որ խնդիրները համեն այնպես մեծ չեն լինի, ինչ որ լինեն, իմացեք, որ դա փոքրագույնն է։ Եվ այսպես Վեներան փաստորեն դիմավորեք Վեներային օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 15 լինելու է ձեր նշանում եւ իրեն այդ ժամանակահատվածը փորձում եք իօգուտ ձեզ որքան հնարավոր է շատ հնարավորություններ վերցնել այդ ժամանակահատվածից եւ ի նպաստ ձեզ օգտագործել չմոռանանք որ տեսեք ես խորհուրդ կտայի այսպիսի մի բան կշարքներին, որ իրենք լուր առանց քննարկելու, առանց եւ այլն ընկերների հետ ինչ որ հարցեր քննարկելու, իրենք լուր զբաղվեն իրենց առողջությամբ, իրենց արտաքինով, փոփոխությունով, ֆինանսներով հանգստանան, գեղեցիկ անցկացնեն ժամանակը առանց որևիցե ընկերների հետ քննարկելու, որտեղ օգոստոսը այդպես խավարումների ամիսն է եւ ավելավե դուք նվիրվեք ձեր գեղեցկությանը։ Այնուհետև օգոստոսի 9-ից մինչև Մերկուրին 2 անգամ է հասցնելու փոխելի դեպ ինքը կմտնի եւ առուծի նշան եւ այստեղ բնականաբար խոսակցություններ, քննարկումներ ձեզ համար դա նորից եմ ասում վատ չի, այստեղ դրական էներգիան է կուտակված եւ հետո արդեն կմտնի ձեզ նախորդող նշանը այստեղ եւս որոշակի հարցեր կքննարկեք համենայն դեպս ոմանք էլ հնարավոր է արտերկրի թեման քննարկեն, որտեղ ասցենդենտով կշարքների մոտ դա ակտիվ է փոփոխվում է եւ անպայման առաջիկա տարիներին նայած աշխարհում ինչպես իրադարձությունները կդասավորվեն դուք ելումուտ կունենաք արտերկիր կշարքներն են ովքեր դա ցանկանում են եւ հաջորդ իրադարձությունը այն է որ օգոստոսի կեսերի 10-ից ավելի ճիշտ մինչև սեպտեմբերի ավարտը այստեղ Մարսը արդեն ձեր կարիերայի տանն է գիտեք մի քիչ կարող են որոշակի դժվարություններ լինել բայց դուք ես կարծում եմ որտեվ ջրի մեջ է հայտնվում կրակի մոլորակը եւ դուք ամեն դեպքում դժվարությամբ ոչ կփորձեք ինչ որ հարցեր կարգավորել Համենայն դեպս նորից ասեմ, որ դա ձեր քարտեզն է ցույց տալու, ոմանց մոտ դա կարող է կոնֆլիկտով ուղեկցվել, ոմանց մոտ կարող է ամեն ինչ շատ լավ լինել, բոլոր դեպքերում քանի որ ձեր քարտեզը չգիտեմ ոչինչ չեմ կարող ասել, ես սա նշում եմ, որպեսզի դուք հասկանաք, որ ղեկավարության հետ դժվար կլինի ինչ որ հարցեր կարգավորել, դժվարություններ կլինեն, բայց փորձեք կոնֆլիկտի չգնալ, մասնավորապես նրանք, ովքեր չգիտեն իրենց քարտեզը եւ ասենք այդ օրը կոնֆլիկտ է սպասում իրենց, փորձեն ավելի իզոլացած վիճակ հետաձգել, եթե ինչ որ հնարավորություններ կան, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրեք հանգստին եւ ձեզ, ահա։ Եվ օգոստոսի 23-ին արևը կփոխի իր նշանը եւ կտեղավորվի ձեզ նախորդող նշանում, կույսի նշանում, հետո արդեն դուք եք իրեն դիմավորելու սիրելի կշարքներ, այնպես որ մի ամիս հետո արդեն ինքը կհայտնվի ձեր նշանում, այնպես որ օգտագործեք, պատրաստվեք, որպեսզի դիմավորեք իրեն այդ փոփոխությունները արտաքին հետ կապված, ձեր կարիերայի հետ կապված միգուցե այդ ամենը ուրեմն փորձում եք կարգավորել դժվարությամբ, բայց կարծում եմ Վեներան ձեզ կօգնի, որպեսզի այդ ամենը անեք եւ իհարկե այստեղ նորից այստեղ նշեմ, որ հնարավոր են դասավորությունը պարզապես ստացվել է այնպես, որ կոնֆլիկտային միգուցե այստեղ նայենք սեպտեմբերը գնում է, այստեղ համընկնում է եւ փորձեք խուսափել նաեւ գիտեք անձնական դաշտում, այսինքն կինը տղամարդու հետ, տղամարդը կնոջ հետ, այդ հարաբերություններում
Եվս կարող է լարվածություն լինել նորից ձեր անձնական քարտեզով, իհարկե այստեղ տրանզիտներով եմ ասում, բայց ավելին իմաստ չունի մանրամասնել, համենայնպես այդ էներգիան կա, եթե դուք չունեք ձեր անձնական քարտեզում ինչ-որ խնդիրներ, դա կարող է այդպես ձեզ շրջանցել, իսկ նրանք ովքեր ունեն, բոլոր դեպքերում ուշադիր եղեք եւ ոչ մի կոնկրետ որոշում մի կայացրեք այս խավարման ընթացքում։ Այսքանը սիրելի կշարքներ, ես նշեմ նաև, որ դուք 4-րդ տեղը պահպանել եք եւ այսօր ես չէի ներկայացրել, այսօր 21-ն է հուլիսի, ձեզ բաժին է ընկել Մարսը, այսինքն կարծես թե ձեզ համար կարևորվում է, քանի որ ինձ մոտ պատահականություններ չկան եւ ընդհանրապես աշխարհում պատահականություններ չեն լինում, բայց հիմա տվյալ դեպքում իմ մասին եմ ասում, այսինքն օրի ընտրության մեջ, որ նշանին որն է բաժին ընկնում, որ մոլորակը, որ էներգիան ձեզ Մարսն է բաժին ընկել եւ այսինքն շատերին հետաքրքրում է իրենց կարիերան, սա կարող եմ ասել, ահա լավ եղեք սիրելի կշարքներ, փորձեք լինել ավելի հաստատուն, քիչ երկմտեք եւ հասեք ձեր նպատակին։ Այսքանը լավ եղեք, անպայման գրեք տպավորությունների մասին, ինչպես անցկացրեցիք օգոստոս ամիսը, ինչպես անդրադարձան խավարումները ձեզ վրա, հանգստացա, կոնֆլիկտներ եղան եւ այլն եւ այլն։ Գրեք, կիսվեք այդ հարցով, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ